Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել է Միրավաբան հասարակական գործիչ, գրող հրապարակախոս, համաշարժման հիմնադիր Հայկազ Մակարյանին։ Հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք դիտել նաև Նոյան Տապանի պատրոնում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարև ձեզ Հայկազ, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերը ընդունելու համար։ Նիկոլ Փաշինյանը երեկ մի քանի հայտարարություն արեց, որը դարձան քննարկման առարկա սոցցանցերում, հանրությունը կարծիքներ սկսեց արտահայտել։ Այսօր առավոտյան եւս մեկ գրառում եւ հիմա ամբողջ համացանցը քննարկվում է, թե արդյոք երկրի թիվ 1 դեմքը պետք է նման բառամթերքով հանդես գա կամ ում է ուղված այդ ամենը, ինչի է այս ամենը այս իրավիճակում։ Մի խոսքով մեր եկեղեցիները չուլանացված են։ Նիկոլ Փաշինյանը իհարկե բացատրեց, թե ինչու է այդպես բնութագրում իրավիճակը, որտեղ այնտեղ ավելացած մետլաղ, պարկովցեմենտ, տաբալովկի 5 կտորներ, մահճակալ, մի խոսքով, ով իր տանը ինչ տեղ չունի որոշակի տեղադրելու, տեղադրել է, այսպես ասած, եկեղեցիներում եւ դրանք հենց այդպես էլ դառնում են չուլաններ, խոսեց մարզահամերգային համալիրում իրականացրած այդ հարսանիքի մասին եւ պնդեց, որ ինչու ոչ պետք է նաեւ այդ դրանք լինեն հարսենյաց սրահներ։ Մի խոսքով պետք է քաջալերել այս հայտարարությանը մենք անդրադառնանք եւ որից հետո որտեղ եկեղեցու հետ կապված մի քանի տեսակետներ կան, որից հետո արդեն առավոտ ասում եք անուխ մի գրառում էլ կար։ Հա, գիտեմ, հասկացա, դրա հետ է։ Տեսեք, ես չհասկացա այդ չուլանացված ինչի նկատի, այսինքն եկեղեցիում ինչ չուլան կա։ Այսինքն ով իր տանը անպետքի ունի։ Ինչ անպետքի։ Ես օրինակ ես հիմա թվարկեմ, օրինակ ես Աշտարակում կա Սուրբ Մարիան, Սուրբ Մուղնուկ, Սուրբ Գևորգ եկեղեցի կա, չգիտեմ Կարմրավոր, Երևանում կա Սուրբ Սարգիս, Սուրբ Զորավոր, հա կոնդի նաև Սուրբ Հովանես, եթե չեմ սխալվում, անունը ճիշտ եմ ասում։ Ես այդտեղ չուլանացված ապրանք չեմ տեսի։ Ինչի մասին է։ Ես չգիտեմ Նիկոլ շինարարություններ են անում։ Շինարարություն անում են վարդի պես։ Մենք ենք ասում, գուցե շինարարություն։ Եթե շինարարություն անում են, պետք է ինչ-որ միտեղ կուտակեն հետո տանեն, բայց կարող է պահին է տեսա աչքին չուլանա։ Մի Նիկոլ Փաշինյանի դե պայծառատես ուղեղին Շակերտյան ինչա բան եք այսպես ասած ինչ աղունիկ է եկել էս բանա ինչ ծիտիկա իր ականջին տես բան շշնջացել չեմ կարող ասեմ դա ինչի մասին է խոսքը բայց եկեղեցիները մեր ընդհակառակ դա նախ ընդհանրապես տես արտադրություն չի կարող մեր եկեղեցիները ես երբեք չեմ տեսել որ գտնվեն այդպիսի ինչ որ իրեն նկարագրած չուլանացված այդ բառը նույնիսկ չգիտեմ որտեղից այն կվերցրե հորին է հենար է այս մասով էլի կապված եկեղեցու է որտեղ եկեղեցին նույնը բանը մեջ մասնի հա մայր տաճարը շատ նորմալ վիճակում է շինարարություններ է պետք է միտեղ դնեն հո մի կարող է այդ պահինա գնացել մտա տեսան դա բայց ես չեմ տեսել այնպիսի վիճակ որտեղ որ թափթփված է կամ չգիտեմ ինչ որ խնդիր ունի դե ես չգիտեմ ինչի նկատ ունի եթե նկատ ունի որ շատ բան մարդիկ կան հոգեվորականներ կան որոնք ընդհանրապես պետքա չլինեն ու բարոյական իմաստով չլինեն եկեղեցում դրա ինչ որտեղ համաձայն է որտեղ կան շատ հոգեվորականներ որ այդ փիլոնը սկսեմ իրավունք չունեն կրել Դա էս մասով ենք խոսում։ Եթե խոսում ենք կոնկրետ այդ իր ասած բառի այդ ձևակերպումը տալով մեր եկեղեցին, դա սխալ է, դա աբսուրդ է։ Ես չգիտեմ Նիկոլ Փաշինյանի էլ ինչ այդ մարդը չգիտեմ ինչ ձև է մտածում, ոնց է տրամաբանում, չգիտեմ ինչ ասեմ։ Ինչ որ մեր առավոտվա հայտարարությանը կապված այդ հարյուրանքի հետ վիրավորանքի հետ գնաք հո չգիտեմ ինչ որ Ես դուք ինձ ասեցիք, ես չէ, հասկացաք, եթերային բառ չի։ Չնայած եթե վարչապետը պաշտոնապես, այսպես ասած, վարչապետը աթորը զբաղեցնող անձն այդ հայտարարությունը անում են, ինքը դարձնում է դա եթերային իր էջով, եւ արդեն նույնիսկ մարդիկ կան, որ դա խրախուսում են եւ արդարացնում են այդ արտահայտությունը, դեռ կներեք, բայց դա կարող ենք ասենք փողոցում ինչ որ մեկին, մենք ասենք ընկերական միջավայրում ինչ որ գիտեմ զայրացած լինելով կամ հավերական ժարգոնային բառապաշար օգտագործել, բայց ի՞նչ է նշանակում։ Էլ եմ ասում Բաքրատ Սրբազանի մաշկի լույսը չի ոչ մի առումով, բայց մարդուն կանես դες բան ասես, ես չգիտեմ ինչից այն կվերցրեք կամ եթե դուք ունեք այնտեղ ասպա սրբապղծության ընդելի էր բաներ գրել, ես մտա իջնայեցի, սրբապղծության փաստեր ունեք, բան ունեք, եթե կա դες բան։ Ինչքան կարելի է խոսել սրբության մասին եւ լինել այդքան արտասուրբ։ Ինչքան կարելի է ոտի տալ արտասուրբ, հա։ Ինչքան կարելի է ոտի տալ սրբությունները։ Գիտեք, եթե դուք ունեք փաստեր Նիկոլ Փաշինյան, որ մարդիկ
բղծել են, այլասերել են, կեղեքել են, քանդել են հոգևոր արժեքները եւ եթե ինչ որ սրբապղծություն կա, որը որ քերիորեն հետապնդելի արարք է, իրենից ենթադրում կամ այդ իր արարքի մեջ կան այդպիսի որակումներ, դիմեք համապատասխան իրավապահ մարմիններին թող քերիա իրավական գնահատական տան։ Բայց կան այդպես հայտարարություն անել դա վարչնախ հասկացան ես իրան չեմ ընդունում, բայց դա լավ հասկացի, էսի չեք սարքես երկիրը։ Դա վարչապետին հարի դուք երկիր եք ներկայացնում։ Աննա Հակոբյանի դեպ կարծես թե մի փոքր փորձել է Նիկոլ Փաշինյանին օգնել գրելով երկրի գլխավոր մանկապիղծերը Չուլանբարից դիվահարվել են։ Դե իհարկե այդպես էլ պետք է լիներ, չէ՞ որ Չուլաները սև սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են։ Հենց Չուլաներում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասման անգամ չեն արժանանում։ Լավ, արդեն абսուրդի գիտեք։ Բոլորին տեսեք ինքի նկատու նախ կաթոլիկ աշխարհում, եթե ես հասկանում եմ Հակոբյան ուր է տանում։ Ընդհանրապես ինքնիզի պապական ժամանակահատվածում դեռևս 11-ից 12-րդ, 13-րդ, այսինքն 17-րդ դարեր այդ սրբապղծությունը կաթոլիկ եկեղեցիներին հարիր էր, հատկապես պապական իշխանությանը։ Բայց դա վերել կապել մեր հայ եկեղեցու, հայ եկեղեցու հետ, դա абսուրդ է, մեր հայ եկեղեցին, կրկնում եկեղեցին մարդիկ չէ։ Եկեղեցին, որոնք որ ունեցել են նվիրյալներ, որոնք որ այսօր էլ ունեն նվիրյալներ, կարելի եմ ասում, իսեր Աստծո Քավլիցի ինտեղ կան մարդիկ, որոնք որ ընդունելի համակրելի կերպար չեն մի շարք հասարակության այս կամ այն կերպ մարդկանց եւ խմբերի կողմից դա ես էլ եմ ընդունում, հասկանում, գիտակցում, բայց վերել եկեղեցին հայրաքելական 1700 տարվա պատմությունից եկեղեցին ասել, որ չունահասված են այնտեղ սես չկա տես բան։ Կարող է եղել է մի 2-3 ինչ-որ մի, ես իհարկե չգիտեմ, եթե տեստաբյալ ունի Աննա Հակոբյանը, તો հրապարակ ինչ չի հրապարակում։ Տենց ինչ-որ այլանդակություններ կարող արածել են, բայց դներ ամբողջ եկեղեցին ապականել պարսավանքի լուտանքի խոսքեր հղել եկեղեցու հասցնել եւ ուղղել եկեղեցու հասցեին, սա ներեցեք, բայց սա абսուրդի ժանրից է։ Կամ վերջիվերջո Արսեն Թորոսյանն էլ նշում է, որ երեսպաշտության ամենամեծ դոզան հենց կենտրոնացված է եկեղեցու։ Որ Արսեն Թորոսյան, աթեիստ Արսեն Թորոսյանը, այդ նույնը Արսեն Թորոսյանն է, որ եկեղեցու անուն լսում է, ոնց որ դևին խաչը ցույց տաս։ Նույն դևին խաչը ցույց։ Արսեն Թորոսյանը այն վամպիրների եւ այդ օբրեցեն ոնց են ասում հայերեն, ես չեմ կարող բառը մոռացել եմ, այդ կերպարանա փոխող այդ մարդագայլերի նման վախենում է, սենց սկսում է կերպարանա փոխվել ինքը, այլա փոխվել, հա լավ էս բառը գտա։ Արսեն այդ նույնն է, ոնց որ եթե ամենաուժեղ աթեիստներին, ասենք կամ ֆանտաստիկ աթեիստներին, ասեք գիտեք ինչ կա բարոյական։ Որը ասում է ավելի մեղմ է խոսել, այնպես չի որ։ Ոնց այսինքն դե մեր խոսա կավադանի որ գնալեք ուժեղ քֆուր գրի, արդեն սեռական բնույթի հարոյանքներով։ Հəլեք խայտարակ։ Էպատ ներեխություն Մարի ջան, ինչից եք զարմանում մենք։ Եթե մենք տեսնում ենք երիտասարդության այս խուլիգանական վարքագիծը, այնպես ինչպես մեծեր, այդպես էլ երիտասարդությունն է, մատաղ սերունդը, հատկապես 17-ից 18-ից 20 տարեկան այս ծեծ ջար դանակարություն, կրակոց, սպանություններ, ինչից ենք մենք զարմանում։ Բայց վարչապետը կանում է դետարոսկսով բառը օգտագործումը։ Փողոցի երիտասարդը, որը իր ժարգոնային այդ խոսակցական ոճի բանի մեջ, դիալեկտիկայի մեջ ընդունված է բան քֆուր տալը, այդտեսի տենում եք նա վարչապետը խոսում է։ Բայց ինչից ենք զարմանում։ Բանիկոր պապա, մի րոպե կրթվել է նորաձև, չի այդ առումով։ Ընդ որում Աննա Հակոբյանը հորդորում է հենց այս պահից բոլորին սկսել աշխատել սեփական անձի վրա, կրթվել, շատ գիրք կարդալ եւ նորովի նայել իրենց եւ շրջապատող աշխարհին։ Կարդացած ամեն բառ ձեռք բերած յուրաքանչյուր գիտելիք անմիջապես կիրառել կյանքում։ Ուրեմն նախ կրթվել է նորաձև չի կարա լինի դա մեկ, կրթվել է միշտ կարա լինի արդիական, հիմա ուշադիր։ Կրթվել է կարա լինի անհրաժեշտություն, կրթվել է կարա լինի պարտադիր, բայց կրթվել է նորաձև չի։ Եվ որ դու նորաձև բանն ես տալի, բառն ես օգտագործում, հա, այդ բառակապակցության մեջ կրթվել է նորաձև է։ Դու այսինքն ուզում ես դրանով ասես, որ նախկինում կրթվել է նորաձև չէր, որովհետև նորաձև նշանակում է մոդա, նորաձևություն։ Կրթվելը չի կարող նորաձև լինել կամ չլինել, կրթվել կարող են արդիական, խիստ հրատապ։ Կրթվելը դա կարող է լինել Կարող ես ուրիշ կարգախոս եմ ուզում ասեմ, կրթվել է սրբազան առաքելությունը, տեսեք ինչ գեղեցիկ կանչում։ Կրթվել է սրբազան առաքելությունը։ Ինչի համար է կրթվել է սրբազան առաքելություն, որովհետև մարդը եթե լինում է տգետ, եթե լինում է բովանդակազուրկ, եթե լինում է դատարկ, եթե լինում է կիսագրագետ եւ ամենավատ բանն է կիսագրագետությունը։ Այդ մարդը կանում է լրջագույն խնդիրների առջև։ Դե մեզ փորձում են զերբազատել այդ լրջագույն խնդիրներից, մեզ կրթում են։
Մեզ չեն կրթում, ավելի շատ մեզ ուրիշ բան են անում, չեմ ուզում ասեմ, այդ նույն անձիկ Աննա Հակոբյան իրենով թող մատ կրթի իր շրջապատի կողքի մարդկանց։ Թող կրթի Նիկոլ Փաշինյանի այդ իմպերատորի բանին կայսերին մոտ ավելի այսպես ասոբը պրիվիժոնեք իմպերատորում այդ մարդկանց։ Թող կրթեն Վիլեն Գաբրիելյանին, որ ասում է Աննա Հակոբյանը Վիլեն Գաբրիելին երբևիցե հարցել է, որ ասում են Թումանյանից մի հատ փետրվարի 19-ին Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ հարց են տալիս, մի քառակտող ասած, բայց չգիտեմ ատ եմ սովորել։ Որ բանի падգամավորի կրթվելու մասին է խոսում, բրապա սեպտեմբերի տեղը սեկտեմբերի 2-ի, հա։ Թե ասել, որ մեկին ասեմ։ Թե մատ այնտեղ աղջիկ կար կապույտ մազերով ու դարալա սև մազերով, Թագուհի Ղազարյան, որ էլի հայոյանքով ասում են, այս բարի արմատ է, հայոյախառն բարի արմատը, որից է առաջանում։ Դրա մասին է խոսում։ Ախր դուք ձեզ նայեք նոր ուրիշին կրթեք։ Ես ես պոպուլիզմ, ես ես կարգի քաղաքական ցինիզմ չեմ տեսել։ Այ ամենայն ես տեսեք չեմ վիրավորում։ Աննա Հակոբյան դուք հասկանում։ Աթող գամի օր իմ հետ Աննա Հակոբյանը բանավիճի։ Թողածես կրթի։ Ինձ չի կարա ինքը կրթի։ Ես իրեն այնպես կարող եմ կրթության, գիտության եւ մի շարք այլ նարատիվ, գաղափարական նարատիվների այսպես ասած դասեր ուղղել տալ, հոգևոր արժեհամակարգային դասեր տալ, որ ինքը նույնիսկ կապշի։ Թող գա իմ հետ բանավիճի Աննա Հակոբյանը, Տիկին Հակոբյան, եկեք բանավիճեք։ Ինչ չէ գալի բանավիճը։ Ամենայն ոչ տեսեք իմ ու ձեր տարբերությունը, որ ես չեմ հայոյում։ Ամենայն հարգանքով անկախ տալից սիրում եմ ձեզ, չեմ սիրում, ինձ դուք դուր եք գալի, թե դուր չեք գալիս, ձեր անձ ասում եք բանավիճենք։ Կրթվելը ոնց կարա նորաձև լինի։ Կամ կրթվող մարդը կանում է եկեղեցուն տես բաներ ասում, հա կարակ ասեք, որ մի 2-3 անձ կա, որոնք որ ապականում է եկեղեցական արժեքները, իսեր ասում։ Խնդիրը ինչի մեջ է, ասելու ձևի մեջ է, թե այդ ասացի մեջ ավելի շատ ենթատեքստեր կա։ Այդ ասել նախ առաջերտին ասելու ձևի մեջ է, թե դու ինչպես ես քո բառային այդ ամբողջ պաշարը հрамցնում եւ մատուցում հանրության հասարակության դատին, դա մեկ։ Երկրորդը կապված տողատակերի, տողատակեր կարան միլիոնից ավել լինեն, Մարի ջան։ Եվ կան։ Բայց այո կան, բայց չի կարելի այդ տողատակերի ինչ որ մի դետալներ, որոնք որ ժանգոտել են, որոնք որ կոռոզիայի ենթարկվել, որոնք որ փչացել են, անթանաստել ամբողջ եկեղեցու հետ։ Ընդ որում ադրբեջանական մամուլը գրում է այդ մասին։ Բայց հենց այդ եմ ասում, ադրբեջանական մամուլը այն ուժով է գրում, որ չգիտեմ ուղղակի Ինանք ասպատերբեջանցի դե ջրաղացին ջուր եք լսում են Ալխաս Ղազարյան աղջիկին կար լավ Տիկին Ղազարյան դուք չեք ամաչում որ առաջինը ջրաղացին ջուր լսնողը դու եք Շահբազ Շարիֆը Պակիստանի վարչապետը Էրդողան օթանավակայ ամենաուժեղ լյուքսած էսա դուք մտածեք թե ձեր քթի տակ Պետք զայթունցանը ուզում ես լավ երկիր կառուցել ուզում ես երկրից հետ ժողովուրդը քո զավակները չգնան լավ երկիր կառուցել եւ վերացրի կոռուպցիան Մեր հարգարժան երջանկաշատակ գրող կրթվել են Նորաձևը, իմիջերս կրթվել են ըստ Սերբազան պարտականություն, Նորաձևը Աննա Հակոբյանի համար, բայց պարտականությունը մեզ համար։ Կարդացեք Պերճ Զեյթունցյան Տիկին Հակոբյան։ Թշնամիների 3 տարվա մեջ 400 օթանավակայան կառուցեցին, Վիզուլին, եթե չեմ սխալվում, Վարանդան, Ակնան նաև։ Եվ նաև այս Բերձորը տեսեք ինչ է սարքել։ Չենք սիրեմ մենք արցախցիները, ախերջ արցախցիների վրին են գցում, արցախցիները ապրում են այնպես մինչև ապրում են այսօր նաև այստեղ։ Ուղղակի մի տարբերություն, որ նրանց հողու ջրում են ապրում, մեր խեղճ հայրենակիցները։ Արցախցուն չեն սիրում։ Արցախցուն օգտագործում են պես վահան, եւ այստեղ է կրթվել է նաև արդիական, որ հասկանանք, թե այդ որ կրթության բացակայության պատճառն եղավ, որ մենք տարանջատում մցրեցինք արցախցի եւ հայաստանցի մեր սրբասուրբ երկու ազգերի մեկ ժողովրդի մեկ ազգի միջև նույն հայրն է ինչ տարբերություն ընդ որում ոնց էր ասում կներեք Թուրքիան մեկ ազգ երկու ազգ երկու պետություն մեկ ազգ երկու պետություն մեկ ազգ ընդ որում ինչ են ասում սահմանները շուտով չեն լինի Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև Որովհետև իրենք ունեն ծրագիր։ Որովհետև իրենք ունեն ծրագիր։ Եվ ունեն ծրագիր, որովհետև մեր այս մարդիկ խմեք կերեք իմիջը Նիկոլ Փաշինյանի բառերն եմ ասում, են հին Նիկոլի։ Կերեք սևիկրա, խմեք թրմողի, ամեն ինչ նորմալ է, այ դուք էսպես եք քաղաքացիներին վերաբերում։ Պարոն Փաշինյան, մոռացել եք ինչ եք խոսում դուք։ Չեք էլ ամաչում։ Այսօր Նիկոլ Փաշինյանը պետք է դուզգա նոր Նիկոլ Փաշինյանի դեմ ռեբրենդինգ եղած կերպարանափոխված։ Իմիջայլոց Աննա Հակոբյան Ձեզ խորհուրդ կտամ կարդալ Վիկտոր Հյուգոյի զորագույն ֆրանսիացի գրող ռոմանտիկ գրականության կնքահայր ես կասեի Վիկտոր Հյուգոյի
человек, который смеется. Բայց Աննա Հակոբյանը մեզ է հորդորում շատ գրքեր կարդալ։ Կարծում եմ, որ ինքը այդ գրքերը կարդացած կլինի, Ես Բենջամին Ֆրանկլինը չի կարդացել ինքը այդ գրքերը։ Բենջամին Ֆրանկլինը գյուտարար, շանթարգելի նաև հեղինակ եւ նաև $100 վրայի ձյաձյան, որ շատ են տենց ասում կներեք բարես համար, ասում են զգուշացեք կրթված սրիկաներից։ Կրթությունը մարդուն չի դարձնում վես եւ առաքինի։ Լյուի դե Ֆյունեսը ասում էր. «Ինչ ուզում ես ունեցի, գիտություն, աստիճանակարգություն, ունեցի միլիոններ, եթե դու բարի մարդ ես, ամեն ինչ զերո է»։ Հիմա Աննա Հակոբյանը թե այդպիսի թույնով ու նախանձով է խոսում, այդպիսի հարյանքներով է խոսում։ Եվ նաեւ մյուս մարդիկ, ովքեր այդ նույն կրկնում են, բոլորին ասա վերաբերում, եթե մեր մամուլը Սեզ մաղձի ու թույնի մեջ այս ատելության։ Ընդ որում ընդդիմությունը այդ գրառումը ոչ միայն համարում է անհարգալից, այլ գտնում է, որ դա պարզ խուլիգանություն է։ Ես գտնում եմ, որ դա բանը հանրային ձևով խուլիգանական արարք ասել եմ այդպես գտնում։ Սյունաթեմի առաջնորդը կներեք, եթե մենք այդպես ասենք, Հայաստանում պետք է 80%-ը դատվի այդ հոդվածով, որտեղ սա այդ նմանատիպ հայտարարություններ գրում են իրենց էջերում։ Սյունաթեմի առաջնորդը նշում է, որ երբ վարչապետը խոսում է նման բառապաշարով, նա վտանգում է հասարակության հոգևոր հավասարակշռությունը։ Ճիշտ ասել։ Հասարակությունը դրանով ստեղծվում է անարխիան։ Այսպես ասած, անիշխանությունը, բեսպրեդզելը բանը ռուսեն ասած։ Հայկաս հիմա հասկանանք, ինչու է վարչապետը նման գրառումներ անում իր սոցցանցերում, ինչու է այդ հայտարարությունները անում կառավարության նիստերին։ Հասկանանք, եթե ասենք Նիկոլ Փաշինյանը միամիտ է եւ չգիտի, որ այդ գրառումը ինչ հետևանքներ ունենալու հասարակության շրջանում, ինչու է վարչապետը ինչ անում հետևություն։ Ինչու է այդ գրառումները անում։ Միամիտ չէ, նա հասկանում է, չէ, որ ցանկացած իր գրառում ունենալու է իր հետևանքները, ցանկացած հայտարարություն ունենալու է իր հետևանքները։ Այդ դեպքում ինչու է անում, այն էլ 1 տարի առաջ ընտրություններից։ Ժողովրդի լարերն է ստուգում եւ փորձում է իր կողքը քաշել այն էլեկտորատը, որը որ նմանատիպ խոսելավոճը, զրուցելավոճը կիսում է Նիկոլ Փաշինյանի հետ։ Լարերն ստուգում միայն իր անձի հանդեպ, թե նաեւ նրանց, ովքեր, ինչպես միշտ դուք եք ասում, ներկայիս ընդդիմությունը մեծ նվեր է Նիկոլ Փաշինյանի համար։ Լարերը ստուգում է երկկողմանի ձևով, այսինքն ներկայիս ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի վերարտադրության մանավանդ Քոչարյանի վերջի ասուլիսներից հետո Նիկոլ Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի հայտարարություններից հետո հիմա էլ Սերժ Քոչարյանը այդ բախումն է տեղի ունեցել քաղաքական։ Այդ ամեն ինչը անում են մեկը մյուսի հանդեպ ատելության ռեգեներացիան ավելացնելու եւ իր աջակիցներին ու նաեւ այս աջակիցներին ուղիղ արճակատման տանելու, բախման տանելու։ Սա տանում է դեպի քաղաքացիական անանազանդության, քաղաքացիական ատելության, ծայրաստիճան դրսևորման եւ չզարմանաք, որից մի օր ասենք նույն երեխաները կանեն, մանավանդ երեխաները, մինչեւ 10-րդ դասարան սովորող կրկնում եմ, կանեն դպրոցում այդ բառապաշարով խոսեն եւ այդ երեխաներին ասեն, հետո ֆրան ասեն, ով է պես բան ասեն, նա վարչապետներ օգտագործեն։ Իսկ դու կարծում ես, որ չեն խոսում։ Ես ասում եմ, կարծում եմ, որ խոսում են պոլիսների յետևում։ Հիմա այդ երեխաները կարան արդեն ափաշկարա, այսինքն եւ ուղիղ եթերով օգտագործեն եւ հրապարական իրենց ուսուցիչների կամ ուսուցչուհիների հետ այդպես խոսել։ Իհարկե մենք էլ ենք կարողա պահի տակ զայրանան, բարկանամ, ես սուրբ չեմ, իսեր Աստծո։ Ես էլ խոսեմ, բայց ասենք քիչ աշխատում, քիչ հավաքեմ, որ զայրացնում են, նոր եմ հավաքանք տալի։ Բայց կանես հրապարակային տեսբան ասես, խոսքը սրա մասին է։ Այսինքն հրապարակայնացնում է։ Այս ամեն ինչը նաև տալիս է հրապարակային ընթացք բոլոր ուղղություններում աշխատող կազմակերպության կառույցների ներկայացուցիչներին։ Ցանկացած մարդ կլինի դա պետական կամ ոչ պետական հիմնարկ, ինքը սենց է խոսում։ Ես չգիտեի, դուք եք ինձ առավոտյան ասել, տեսեք ինչ ա գրել։ Բայց այս տեսա, որ կարճ, ես գիտեմ թե դա բան է, մեմ է, այսինքն ինչ որ տենց բռնե գրել են։ Այս բանի սպասումը չէ։ Որում չեն հերքում, որ էջը կամ կոտրված է կամ ինչ։ Բայց Նիկոլ Փաշինյանն է, Նիկոլ Փաշինյանը ինչա տվեց բաց այդ առիթով։ Այսինքն դեռ չկա բացատրություն։ Մարդիկ համարում են, որ ասված է, ճիշտ է ասված, բայց ընդդիմությունը օրինակ Հայկ Մամեջանյանը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է, եւ դիակները եւ ժամանակին չեն հավաքում, գարշահոտություն են տարածում։ Դա առաջին հերթին մեր մեղավորությունը եւ այս քաղաքական դիակը դեռ հավաքված չէ։ Եվ հայ առաքելական եկեղեցին մի 1000 հատ Նիկոլ է տեսել իր կյանքում ու մի 1000 հատ էլ կտեսնի։ Հայ առաքելական եկեղեցին իր ատամի բանը չէ։ Հիմա ուզում եմ հասկանալ, այս հայտարարությունը որքանով է իրավական գնահատականը փորձենք տալ նաև հայտարարության եւ բարոյական։ Նիկոլ Փաշինյանի իրավական գնահատականը պետք է տա քրեական ներողություն
իրավապահ մարմինները։ Նկատի ունեք անընդունելի է, թեկուզ ընդդիմությունը։ Կապ չունի ընդդիմություն, մի հատ քաղաքական դիակ է Սերժ Սարգսյանը, Մամիջանյան Հայկի ձեռքը բռնած։ Թող ասում գողը գողից գողացավ, Աստված տեսավ, զարմացավ, ով է խոսում թույլ տալ կամ չտալուց։ Ձեր թույլ տվածն է, ձեր կերած, այսպես ասած, գործերն է։ Ինչ վերաբերում Նիկոլ Փաշինյանի բարոյական արտահայտությանը, Նիկոլ Փաշինյանին նաև խորհուրդ կտամ ընթերցել, քանի որ իրենց համար կրթությունը նորաձև է, Մարկոս Տուլիոս Ցիցերոն եւ Մարկոս Ավրելիոս, այնտեղ բարոյականության կառավարման մոդելի, այդ թվում նաև ժողովրդավարական ինստիտուտների եւ ժողովրդի ներկայացում վերաբերելու դասեր կան եւ փիլիսոփայական ուղղությունն էլ ասեմ ստոիկ փիլիսոփայության ու կոնկրետ Մարկ Ավրելիոսը ստոիկ փիլիսոփայության մասով, պարոն Փաշինյան, Նիկոլ Փաշինյան վարչապետի աթոռը զբաղեցրած անձ, մի քիչ ուսումնասիրեք ստոիկ փիլիսոփայությունը, հասկացեք ինչ բան է ստոիցիզմը, ես կարծում եմ դուք երբ որ ուսումնասիրեք, երբ որ ձեր մեջ կրթությունը դառնա սրբազան առաքելություն եւ պարտականություն, դուք հավատացնում եմ ձեզ, դուք սկսեք իմանալ ինչ բան է իրական կրթությունը, կեղծ եւ հնարածին այդ կրթությունից, որի անունը դուք շակերտների մեջ դրել եք կրթությունը նորաձև։ Հայկաս, բայց պետք է որ մեր իշխանության ներկայացուցիչները հանդուրժեն իրենց հասցեին արվող այդ նմանատիպ հայտարարությունները։ Ոնց թե պետք է որ իշխանությունը։ Պետք է հանդուրժեն, թե կա ինչ-որ մեխանիզմներ, որոնցով կարելի է այդ ամենը կանխել, հարթել, ոչ դարձնել հանրային։ Իշխանության ներկայացուցիչներ ասելով ինչը պետք է հանդուրժեն։ Նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի հանդեպ էլ կան որոշակի հայտարարություններ բավականին։ Ես չտարանջատեցի դա, գիտեք, ես էլ եմ քննադատել, մարդկա չի դիմանում հարոյանք տալ, ասում եմ, այս հարոյանքի ինստիտուտը հիմա բոլոր իրանց մերու հեր են քրվում եւ դա դիմաց պատասխանատվության չի ենթարկվում, Մարի ջան, եւ դրա համար դանակահարությունները, սպանությունների թիվը ավելացել է։ Այդ իսկ պատճառով թե իրանց հասցենել են տալի, ես չգիտեմ ինչեր են գերում տալի, բայց թույլ են տվել որ տվել են։ Իսկ իրենք չեն կանխարգելել, հիմա նաև իրենք էլ այդ նույն ձևով շարունակում։ Կրկնում եմ, իրենք կանխարգելելով, իրենց լարած մեծ վիհը, մեծ շատ խորը անդունն ու թակարդը, որտեղ սրածայր այդ բամբուկե բաներն են դրված, այդ ոստերն են դրված։ Հասկանում եք, իրենք են հենց իրենց լարած թակարդը։ Եվ ինչի մասին է խոսքը, թե դու հարոյանք ես տալի, արդեն ասես լավ եմ արել տվել եմ, հələ քիչ, հələ կին լավ քիչ է տվել, եկեղեցին, ինչ որ մի քանի ստահակների, ամբարտավանների, ամբարիշների փորձում ես կապել ընդհանուր եկեղեցու պատմությանը, դա խուլիգանություն է։ Դա մեր հոգևոր արժեքներին է։ Դա դեմ է մեր բարոյա հոգեբանական նկարագրինն է։ Սա մեզ կոտրելու եւս մեկ ձև է։ Արդեն կոտրված ենք, ուզում եք արդեն կոտրվել ենք, սա փշրելու այդ կոտրված, ինչ ասում, բեկորները փշրելու նոր ձև է։ Էլ կոտրելը պոզող փոչով է, լա դուք չեք հասկանում, որ գորդ գարի, ինչպես ասում են, քաղաքը այրվում է, քաղաքը դիակիզվում է, դիակիզը բարոյական դիակիզման մեջ են գտնվում մենք։ Մենք գտնում ենք բարոյական դիակիզման, որտեղ որ այդ ծխի ու վառված մսի հոտը գալիս է, բայց դեռ այդ զոհերը չեն երևում, ամենավատ բանն է, որ զոհը չի երևում, բայց բանը կա, մահերը կան։ Չեն երևում, անտեսանել, որտեղ այդ բարոյական սպանդի պատճառով, որ մենք այսօր կործանվում ենք։ Մենք կործանում ենք մեր պետականության վերջին անկյունաքարային կարևորագույն, այդպես ասած, փոքրիկ այդ բեկորները, արժեքները։ Էլ ինչի մասին է խոսքը։ Ասում եք բարոյական սպանդ է, ինչպես կանգնեցնել այդ բարոյական սպանդը։ Ես կարծում եմ հասարակությունը անելիք չունի։ Հասարակությունը պետք է մերժի Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Նիկոլ Փաշինյան բոլոր այդ կարկառու դեմքերի եւ նրանց հետ փոխկապակցված բոլոր անձանց պետք է մերժի, պետք է բոյկոտի ընտրությունները։ Հասարակությունը պետք է մերժի Ռոբերտ Քոչարյանին, որը որ կլկլում է, խոսում է, գոռում է, բանանում, բոլորով իր տարիների ծեծը, ջարդը, սպանդը։ Հասարակությունը պետք է մերժի Նիկոլ Փաշինյանին, Սերժ Սարգսյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանի գեղեցիկ թաթիկը բռնած։ Իր հետ միասին։ 4-ին պետք է ուղարկի պատմության քաղաքական աղբանոց, քաղաքական պատմության աղբանոցը։ Հասարակությունը պետք է գիտակցի, ես չեմ կարող հասարակության տեղը ոչ էլ դուք կարաք մի ձեռքով ծափ չեն տալի, յուղ կանի գերան կոտրի, մեռա ասելով։ Հասարակությունը չունի գիտակցությունը։ Դեռ դա աստված զարթնի, լավ էին զարթնացնում, լավի պատգամը քաջարաբոյի կամ մեջ մշեցու երկը չհասկանալ թե ինչ բան է այդ հզորագույն այդ զարթի լավ երկը նաև բարոյոքեբանական հենց իվիժոս դրանց կրթության մեջ է մտնում որ մարդու բարոյոքեբանական նկարագրի ժողովրդի ընդվզման մասին է խոսքը գնում այդ երկի մեջ
Խայտարակությունը մի օր էս քրվեն, մի օր են քրվեն, մի օր մեր քրվեն, մի օր հերքը քրվեն։ Էս խուլի ինձ էլ Եվ է հիշում քրվում։ եք ազգային ժողովի ամբիոնից այդ մասին դեռ խոսում էր նույն Արսեն Թորոսյանը։ Ինչ էր խոսում։ Կհիշեք։ Ես չեմ ուզում իրան հիշեմ, հիշեցրեք, ինքը ինչ էր խոսում։ Նույն այդ հայոյանքների հետ կապված, ով որ Որ ասես ես դա Արսեն Թորոսյանի Լևոն Քոչարյանի, Արսեն Թորոսյանի մակարդակը Բուդկի Վարդուշի, մեկ էլ Գուտապի Հենդոյի մակարդակն է։ Ինչպես կասեր մեր դասականը, դեպտերին նամից ոնց որ Գուտապի Հենդոն են։ Ինչ ասես, դա էլ Վահագն Մովսիսյանի Պոնչոյի խոսքերից մեր բլուման է։ Այդ մարդիկ էտա բանի փնթի հոգեբանության, այսինքն գյուղացու չէ, գեղցու մտածելակերպ ունեն, որովհետև գյուղացին ինքը սրբասուրբ արժեք է։ Այս հայտարարությունները հաջորդում են այն հայտարարությունների, որոնց մենք մի 10 օր առաջ ականատես ենք եղել։ Սրա դրան հետևանքն են, այսինքն այդ ազգային ժողովում ինչ որ կատարվեց։ Ախր այնքան, չտեսեք 10 օր առաջ այնքան բան եղավ, ծեժ, ջարդ, ասբա քերի քուչի, էլ հելումել, էլ քաչալ շուն, էլ գող փիսո, մեր ազգային ԱԾ պատվալներ։ Էլ ԱԾ պատվալներ, էլ վեր են եկտեր, էլ համբալները բավ Նիկոլ Փաշինյանի, այ համբալներ։ Էլ ինչի մասին եք խոսում։ Դրա համար պետք մի 10 օր առաջ պետք է հարցնենք 10 օր առաջվա որ դեպքը, մեկը մեկից շատ է։ Այնքան են արդեն հայել, քրֆել, նանանա քրֆում, նանանա, հետո գիտեք ինչ կա։ Լևոն ամենահետաքրքիրը ոնը Լևոն Քոչարյանը այս ամեն ինչից ամենաշահականն է դուրս գալիս։ Այս հետ կանում են այմ հերվիս թե ինչ, ոնց որ բանալի գլադիատորսկի տրիբունալն էլի, մանավանդ որ աղջիկներն ու տղաները ասես կրծքով պաշտպանում են, կոռուպցիայից է խոսում Նիկոլ Փաշինյանը ասում էր թալան էլեկտրիկ, նորիկան է թե չեմ սխալում թիվը, ասեց հիշողությունը որքան չի դավաճանում, 90 միլիոն դոլար Նիկոլ Փաշինյանի օրոք Ռոբերտ Քոչարյանը այս իշխանությունով հարստացել է 90 միլիոն դոլարի։ Այդքան աշխատել է 90 միլիոն դոլար։ Գնացել են հակակոռուպցիոն կոմիտեը ուզում են 200 միլիոն դոլար բերեն։ Բայց Ռոբերտ Քոչարյանը մտքի մեջ ծիծաղում ասում է, հələ սրանց նա, ես այնտեղ միլիարդներ օֆշորային բանկ գոտիներում այդ բանկերում բանում միլիարդներ, հա տան է։ Այդ ունամ օվկիանոսի մի կաթիլ ջրի, ինքս ես միլիարդատեր չեմ, ես միլիոնատեր եմ։ Ռոբերտ Քոչարյան, այդպես բաց չկա, լեկտի սուտ արմերան ինձ։ Բայց Ռոբերտ Քոչարյան, քեզ ասում են այսքան ծանոթի ձեռից տանեն, դուք տեսել եք մի մարդու, որ ունես զրկեն ու ինքս են ջպիտը դեմքին ուրախ, ասած հպարտ դիքով։ Իր տղաները հաջողակ տղաներ են, ձեզանից էլ երևի ավելի շատ մենք Լևոն Քոչարյանի պես բազմակողմանի զարգացած չենք, որ 21 թե եթե չեմ սխալվում 22-ում լինենք միլիոնատեր։ Ես մի օր այ թելադրություն ներողություն Լևոն Քոչարյանին, Լևոն Քոչարյան ջան, ես խնդրում եմ էլի մի օր ինձ այդ ձեր այդ դասերը տվեք, ոնց եք դուք հարստացել։ Ես մի օր կհանդիպեմ Լևոն Քոչարյան։ Մի հատ իսկ դաս տվեք, հասկանամ ոնց եք միլիոնատեր դարձել։ Այդ կար չէ, աշխարհում կան ասենք ինվեստորներ, ներդրում Վորեն Բաֆեթ, Ջեֆ Բեզոս, Բերնար Արնոլդ, զրոյից հարստացել։ Օրինակ այդ մարդիկ իսկ թվա ձեր դեմ գլուխը քարն են տվել։ Դուք օրինակ նույն Բաֆետին, Վորեն Բաֆետին ծալած ունեք։ Դասերը Աննա Հակոբյանի թոթակուրսերին, կրթությունը նորաձև է շրջանում։ Աննա Հակոբյանը գնա Լևոն Քոչարյանի կուրսին եւ հրա չէ, մենակ չեն էտում, այնտե նաեւ հրավիրում են Մարի ջան, այնտեղ փոխադարձության սկզբունքով է, նաեւ համ էտում են, համ գալիս է, համ գնում են, համ գալիս է։ Հասկանում եք, թող Աննա Հակոբյանը տամատ պարոն Քոչարյան Լևոնի մոտ, հետո գա Լևոն Քոչարյան Աննա Հակոբյանը սովորեցնեն իր նորաձևություն։ Կներեք, Լևոն Տեր-Պետրոսյանը այդ ծեր աղվեսը, ծերուկ աղվես ասում, ինչ է սա։ Խենթանոց է սա հիմա, ինչ է սա խենթան, այդ մարդու ես ընդհանրապես չեմ սիրում, հակակրանք ունեմ Լևոն Տեր-Պետրոսյանի, բայց այդ մարդու մտքեր կան, որ ասում են չարաճճիություններ մի արեք, Պետրոս, մի չարաճճիություններ են անում քաղաքական։ Այդ Բոնարուկյանն վերակացը գնացել է իմպիչմենտի հարցով, այդ երկու ստորագրությունը, ախր տրագի կոմբեցիա, չգիտեմ, լացելն եմ ծիծաղամ, երկու օքիս ես կան ստորագրել են, այն ընդեղից ասեմ չենք ստորագրելու, ուտև սա ձախողված բան ես իմպիչմենտի հարցը խոսքը բանին է, Սերժ Սարգսյանին է։ Ասում են Նարեկ Մակարյանն էլ, ասում է մեռավ սպասում, մի մարդ ինչ ես ուզում ասեմ, հոգի հանգիստ անեմ, մեռավ, ինչ անեմ։ Ռոբերտ Քոչարյանը ասում, սա կեղծ օրակարգ է, դաշնակցությունը դե պարզը ծաղտունը դուրս չի գալի, ընդելով մնաց։ Տարոն Մարգարյանը խիստ զբաղված է, որտեղ իրավական քրեական գործեր կան, բանը ինչ է, Իշխան Զաքարյանը բիզնեսմեն մարդ է, իրան այդ գործերի մեջ մի խառնեք, այդ մարդը ծիշը վադև նիժը տրավ է։ Հայկաս հիմա եթե ամփոփենք այս հայտարարությունները, ընդ որում համացանցում որքան գրառումները նայում են գրված են, մարդիկ ինչ որտեղ մտքեր են արտահայտում, որ սա մենք արժանի ենք սրան, մենք ենք մեղավոր, մենք հասելով
Այսինքն նորից այս ծանրությունը պատասխանատվությունը գցում են ժողովրդի ուսերին։ Գիտեք, ես հիշեցի ակամայից Օմար Խայամի խոսքերը։ Այն ժողովուրդը, ով որ իր դահիճներին համարում են հերոսներ եւ արդարացնում է, այդ ժողովուրդը զոհ չէ, այլ հանցակից։ Հիմա եթե մեկը ասում են Ռոբերտը Սուրբա, լավ, կեցե Քոչարյանը, մեկը ասում է կեցե Նիկոլ Փաշինյանը, մեկը ասում է կեցե Սարգսյանը, մեկը ասում է կեցե Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այսինքն որ ժողովուրդը չի հասկանում, թե ինչ անջրպետներ է իր առջև բացում, տեղադրում ներողություն ունի, թե ինչպիսի պատերի առջև է ինքը, պատերի առջև, պարիսպների առջև է ինքը կանելու բախվի այդ պարիսպներին, մենք ունենալու ենք այն ինչ ունենք։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ ժողովուրդը չի տեսնում, որ այս խաղը, այս լուր շախմատային եւ ոնց ասեմ, խորամանկ շախմատի կանոններից դուրս մարդկանց բարոյական նուրբ հոգեբանական լարերի վրա տեղատարապ, այսպես կեղտոտ, ցինիկ ու ամբարտավան խաղավոր տեղի ունենում, դուք կարծում եք, որ պետքա ժողովուրդը վաղուց, դուք չեք կարծում, որ պետքա ժողովուրդը վաղուց սրանց դուրս շպրտած լիներ։ Եթե ժողովուրդը լռում է, ներեցեք, ով գաբա մեր տեղը, ասում է զանգը, մկտերի ժողով կար, Աթաբեկ Խնկոյանի։ Իսկ ինչու է ժողովուրդը լռում։ Այդ հարցը, ասում է, это вопрос философский, պետք է տալ ժողովրդին։ Ես ինչի եք լռում, որ այսքան խայտարակ վիճակների եք հասել։ Ինչի եք լռում, որ այսքան նախկին ներկա այս տանդեմ խաղի հետ ընկել ենք կղանքի մեջ եւ չգիտենք այդ զուգարանի կղանքից ոնց դուրս գանք, հորից փոսից այդ բաղճի այգու զուգարանի փոսից ոնց դուրս գանք։ Ինչի եք լռում։ Լռում եք, որովհետեւ ձեզ տվել են մարգարիտներ, իրենց հոգու մարգարիտներ են ձեր արժե շահ տվել, դուք էլ կերել եք խոսել։ Դե հոգեվոր Չէ, դուք ինչի եք լռում, որովհետեւ ձեր ապրում եք օտիդո, դուք Սինգապուրում եք ապրում, դուք ապրում եք Լիխտենշտեյնում, արգելիներս։ Լավ, չենք ապրում եւ ինչու ենք լռում։ Հարցը փիլիսոփայական է, ես չգիտեմ։ Մենք փորձենք հարության Ես կարամ իմաստիկել ենթադրել, միգուցե Ստոկհոլմյան սինդրոմով ենք տարապում։ Որն է Ստոկհոլմյան սինդրոմը, երբ զոհը ընտելանում է իր դահիճին, սիրահարվում է իր դահիճին։ Ես կասեի Աննա Ֆրեյդի բանի հիման վրա Ստոկհոլմский սինդրոմ, Ստոկհոլմյան սինդրոմով ենք տարապում։ Տեսության հիման վրա, այսպես ասած։ Մենք տարապում ենք միգուցե Ստոկհոլմյան սինդրոմով, որ սիրահարվել ենք մեր դահիճներին եւ ասում ենք Այս ընտրություն, խոսքս հիշեք, 25 թիվն է, չէ։ Ընտրությունը ասեք ինչ առնետավազք է լինելու նախկին ներկաների հետ, այդ կներեք բառից համար եթերային չի, բայց պետք է ասեմ 10 ովչիկները այդ ցուցակով են կոլորած, որ մցել են թևի տակ դավթարով 5000-ն, 10000-ն, ոնց որ միշտ է ընտրություններում։ Ըստ օդում կախված լուրերի, հայն տենց է։ Հիմա դուք ուզում եք ասել, որ այս հայտարարությունները անելով Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ ամրապնդեց իր դիրքերը։ Իր կողմնակիցների համար այո։ Եվ նախկին ներկա տանդեմի հետ կարողացավ բարձրանալ դեպի իր խայտարակ պիկին։ Եվ ես ասեմ ձեզ, եթե այս ընտրությունները եղան Վազգեն Սարգսյանի եղբայրն էլ առաջադրվեց, ես մտավախություն ունեմ, որ այդ պսևդո եվրոպական ուժերը, Բաբաջանյան Արման, Խզմալյան, Արման ինչ էր անում, Արամ Սարգսյան, ինձ թվում է, որ ընթացքում նաև կոալիցիոն կառավարություն են ստեղծել ու Նիկոլ Փաշինյանը 26 թվականին։ Ես այդպես սա ենթադրություն է, սա 100% բան չի, պնդում չի։ Մենք համապարփակ բանի մեջ ենք, կրակի մեջ ենք, ինչպես կասել Վահե Մակարյանը էլի, մենք ոնց այդում ենք ընկնում ենք նույն համապարփակ այդ կրակի մեջ, ուրիշ բաներ ասում, բայց չեմ կարող ասեմ։ Եվ եթե մենք արդարացնում ենք նախկիններին, ներկաներին, նախկիներին, այն Վանեցյան Արտուրիձյանը փորից դուրս չի գալի։ Ամեն դեպքում Դավիթ Սանասարյանը արդարացվեց։ Հիշեցիք Վանեցյանին։ Դավիթը լավ տղա, ինձ համար ամենայն դեպս ինքը լավ տղա է, վերիտասարդ է, գիտեք, այսօր կարող բան գողանան մի հատ հեծանի գողանետան 50 տարի նստեն փոխաբերական իմաստով, բայց մարդիկ միլիոններ գողանան ազատ ֆրֆռան։ Մենք դուրս կանք Արճատե գովազդային դաթարի եւ որից հետո ես մեկ հարցել ունեմ եւ ամփոփենք մեր հաղորդումը։ Հարգելի հայրենակիցներ, հետեւեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։
Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Ավելի քան 11 տարի Աքսիոմեդ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Նոյան Տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան, Իսահակյան փողոց 28, 3-րդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +181 967 5 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան Տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան Տապանը կրկին եթերում է։ Հայկաց փաստորեն, եթե ամփոփենք, դուք ասում եք, որ սա լուր խորամանկ շախմատային կանոններից դուրս խաղ է, 4-ի մասնակցությամբ։ Լևոն Տեր-Պետրոսյանը ասաց, մեր թիմը հաղթեց։ Այդ բառը ես հիշում եմ 2091 թվականին։ Հիմա իրենց թիմը հաղթել է ազգին, տապալել ժողովրդին։ Իրենց թիմը տապալել է բարոյական նորմատիվ արժեքներ, իրավական արժեքները։ Երբ մենք հետադարձ հայացք ենք գցում Սերժ Քոչարյան, Լևոն Նիկոլ այդ կառավարման տարիներին, ասում են Քոչյանի տարին լավ եք ապրում, այդ միֆը, որ հերանալել են, վիդեոներ կա, հարգելի քաղաքացիներ, մտեք տեսեք ինչ էր կատարվում Քոչյանի տարիներին։ Սերժ Սարգսյանի տարին էլ չասեմ, դե Լևոն Տեր-Պետրոսյանի տարին բոլորս ենք տեսել։ Նիկոլ Փաշինյանի տարին էլ կրում ենք զրկանքներ, քաշում ենք զրկանքներ, հենց մեկը ես։ Ցավում եմ, որ այս աղբերության ֆոնդը եւ աղբեր ընկերության կներեք այս բառից համար դարձած ոչ եթերային, ուղղակի ստիպված եմ օգտագործել իրենց արժանի, իրենց կարգավիճակին արժանի գնահատական տալու համար, իրենց աղբեր ընկերության եւ բրատվան ռուսերեն ասած հաղթումա եւ տապալումա ժողովրդավարական ու ազգային արժեքները։ Մեկը մեկին, այսպես ասած, все друг друга достойны։ Ելնելով վերոգրյալից հիմա շատ կարևոր բան ասեմ, մարդ պետք է գործանի։ Միջազգային ոստիկան կառավարության նախագահ գնդապետ Գրիշա Սարգսյանը 10-10 այցով պաշտոնական աշխատանքային ներողություն այցով գտնվում էր Ճապոնիայում, մայրաքաղաք Տոկիոյում, Ասիական խաղաղօվկիանոսային երկրների գագաթնաժողովում, որը կազմակերպել էր Ճապոնիայի ոստիկանությունը։ Խաղաղօվկիանոսային երկրներից Նոր Զելանդիան, Ավստրալիան, Չինաստանը, Մակաոն, Հոնկոնգը, Պակիստանը, Շրի Լանկան եւ ասիական երկրներից Ռուսաստան, Դաշնությունը, ՀՀ, Ղազախստանը, Ղրղստանը բոլորը այնտեղ են եղել եւ ստորագրվել է հուշագիր մարդու իրավունքների մարտությունների պաշտպանության, պահպանության հետ կապված, միջազգային հանցավորության վահաբեկչության հետ կապված եւ դա աստված, որ 2027 թվականին, եթե չեմ հոբելյանական տարի է, ուզում ենք 118-120 երկիր բերել Հայաստան եւ գնդապետ Գրիշա Սարգսյանը նաեւ իր ջանքերի շնորհիվ Պակիստանում գեներալ Շոաբ Սադլի ներկայությամբ բարձրացվել է հայոց եռագույնը մեր ճանաչած, մեր չընդունած Պակիստանում իր ջանքերի շնորհիվ ժամանակին նաեւ Պակիստանում բարձրացվել է հայոց եռագույնը։ Այ աշխատանքներով մենք պետք է ապացուցենք։ Բայց ես հիմա հարց ունեմ։ Լսում եմ։ Ալեն Սիմոնյան օրեր առաջ ասում էր, որ խաղաղության պայմանագրից հետո ադրբեջանցիները կգան այստեղ կապրեն։ Ինչ արես, Ալեն Սիմոն, ադրբեջանցիներն ու հայերը չեն կարող իրար հետ ապրել խաղաղ ու չեն էլ ապրի խաղաղ ու չեն էլ ապրել նախկինում խաղաղ։ Խաղաղություն չեք ուզում։ Չենք ուզում այդ արմախում վամպիրների հետ։ Մտեք իրենց ամբողջական ցանկացած ադրբեջանցու էջ։ Հեգնանք ծաղրանք, նվաստացումներ, քամրամ ռազմավոր սրիկայի այդ խոսքերը, թե ինչքան է մեր ազգային արժեքներն ու մշակույթները ձեռ առնում, ասում Հայաստան չի եղել։ Դրանց հետ խաղաղություն է տան կանեք, Ալեն Սիմոնյանը։ Գնա թոմատ պետք նայ Ալեն Սիմոնյանը։ Չի էլ ամաչում։
Ում է խաղաղությունը, որ ասում են դու քոչ մենք են քոչվոր, սա այսրի կարը քոչվորը դուք եկեք մեր ձեռի տակ ապարել եք, մեկ եք մի, ասում շունը սելը չի ճառում, սելվորն է ճառում։ Ալեն Սիմոնյանը որ ժողովուրդ հետ ուզում բանանի, այս վերջերս գցել էին գար, դա զուգարկել եմ Մարի ջան, որ ոնց էին հղի կնոջը մորթել, երեխան էլ աշկարաչ մորթել, որ այն ծառայության աշխատողները բանից գտել էին անտառներից Ստեփանակերտի եւ Հարակից Լիսագորի Կարմիր շուկայի այդ անտառներից գտել էին դիակներ այլանդակության աշճան անճանաչելի խեղված ու դիակապտությամբ էին զբաղվել ադրբեջանցիները, որ մեկի ականջները, պոչկաները չկային, հա, դրանց հետ եք ուզում խաղաղություն կնքել։ Դուք ուզում եք տրոյական ձին մցնել Հայաստան։ Էդ եք ուզում։ Ուզում եք տրոյական ձին բերել Հայաստան։ Եվ ինչպես Ոդիսևսը մտավ ավիրեց Տրոյան, հիմա դրանք մտնեն ներսից մեզ ավիրեն, էդ եք ուզում, էսի չեք խոսում։ Ինչ խաղաղություն։ Հա թող եթե ինակ Ծնկի կգա, ներողություն կխնդրեն, կվերադարձեն Արցախը, լղին տարածքը մեր, կընդունեն Արցախի ժողովրդի, Արցախի հանդեպ իրականացված ցեղասպանությունը, բռնի տեղահանումները, ոճրագործությունները, սպանդը, ջարդը, եղերնը, ես պատրաստ եմ, եթե ներողություն, բայց չեն անում այդ մարդիկ։ Եթե կընդունեն, որ իրանք վանդալներ են եղել, տեղի ունեցել մշակութային վանդալիզմ, մարդկային վանդալիզմ, հարց չկա, թող այդ Ալեն Սիմոնյանը ապրի Բաքվի, ինչ են ասում այդ Կասպից ծովի ափին, եթե իրան տուն կտան, իսկ թվում ինքը լավ լեզու գտնի իրանց հետ, եւ իր թիմը։ Հետևենք զարգացումներին, Հայկա շնորհակալություն եմ հայտնում։ Խնդրեմ, փառք ու պատիվ մեր եկեղեցուն, փառք ու պատիվ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի ժողովրդին, մեր առաքելական եկեղեցին եղել է դարավոր, ճիշտ են ասես ունակությունի հոգեվոր թեյ առաջնորդը, մենք դարավոր եղել են խոտաններ, եղել են ինչ-որ ստահակներ, բայց եկեղեցին ընդհանրացնել մի 2-3 տականքի հետ դա անընդունելի է։ Եվ մեկ օր հետո մեր փոքրիկների տոնն է, մեր փոքրիկների։ Իխորոց սրտի շնորհավորում եմ մեր փոքրիկ հրաշքներին, մեր մանուկներին, մեր երեխաներին, մաղթում իրենց սեր, կապույտ երկինք, անհոգ մանկություն։ Եվ դա այդամենը մենք պետք է ապրենք։ Այո, հայրական եւ մայրական ժպիտ, այսպես թովչանք, կաթոգին, գորովագունդ, խանդաղատանք, ամենագեղեցիկ նիրվանայական բաներն են մաղթում մեր այս կյանքի մութ օրերի դարմանի ու սպեղանիների, մեր լույսերին, մեր հրաշք բալիկներին ու մանուկներին։ Շնորհավոր փոքրիկ հրեշտակներ ձեր պաշտպանության օրը հունիսի 1-ը, որը լինելու է շուտ։ Շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ անգամ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։